Այս երիտասարդներին իրենց մեքենաներից մի քանի մետր է բաժանում, առայժմ կարողանում են միայն նայել դրանց ոստիկանության հատուկ պահպանվող տարածքի ճաղավանդակներից։ Վերջին զանգի տոնակատարություններին մասնակից շրջանավարտների երեկվա ցնծությունն այսօր փոխարինել էր դեմքի մռայլ արտահայտությունը։ Տարբեր խախտումների համար տուգանվածները սպասում են, որ վերցնեն իրենց ավտոմեքենաները, լրագրողների հետ չեն զրուցում։ Տղաների ծնողներից մեկին են միայն թույլ տալիս մոտենալ իր ավտոմեքենային եւ ճանապարհ բացել մեկ ուրիշ մեքենայի համար։ Դեպքը պատահելա բերել են էլի ապա։ Հիմա հանում եք մեքենան։ Հələ չէ, հələ հրամանը չկա։ Սպասում ենք հրամանը։ Ոստիկանությունում երեկվա ծառայությունից գոհ են, ասում են, որ ուժեղացված ծառայությունը տվել է իր արդյունքները։ Տուգանային հրապարակ են տեղափոխվել տասնյակ մեքենաներ, որոնցից 30-ը վարել էին շրջանավարտները։ Դժբախտ պատահարներ ի տարբերություն նախորդ տարիների չեն եղել։ Երեք Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ամենացածր վթարային իրավիճակը։ Ունեցել ենք ընդամենը 2 փոքր ճանապարհատրանսպորտային պատահար, թեթև վնասվածքով, որը ընդհանրապես կապ չունի վերջին զանգ միջոցառման հետ։ Շրջանավարտներն ու իրենց ծնողները մեքենաներին սպասեցին 2 ժամից ավելի, վերջապես դրանք բաց թողնելու հրամանը եկավ։ Տուգանվածները լրացնում են փաստաթղթերը ու ստանում բանալիները։ Տիգրանը առաջիններից մեկն է ստանում դրանք ու արագ մոտենում իր մեքենային։ Խնդիրը շատ չնչին էր։ Փուչիկը մեքենայից դուրս է եկել ու վերջ։ Վատ բան չի եղել մեքենային, նորմալ ամեն ինչ։ 2 ժամից ավելի սպասած քաղաքացիները իրենց ավտոմեքենաները Տուգանային հրապարակից դուրս բերեցին 10 րոպեում, սակայն ոստիկանությունում համոզված են, որ առաջիկա օրերին այստեղ շատ մեքենաներ կտեղափոխվեն։ Ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է կատարելու մինչև հունիսի 3-ը։ Արսեն Դումանյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։